Դեկտեմբերի 10-ին աշխարհը նշում է Մարդու իրավունքների միջազգային օրը։ 1948 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը դարձավ մի փաստաթուղթ, որը փոխեց միլիոնավոր մարդկանց կյանքեր, սահմանելով յուրաքանչյուրի անոտարելի իրավունքները, անկախ ազգային պատկանելությունից, սեռից, դավանանքից կամ սոցիալական կարգավիճակից։ Այս առիթով Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը կազմակերպել էր «Անպաշտպան քաղաքացին և մարդու իրավունքների պաշտպանը» խորագրով քննարկում, որտեղ շեշտադրվում էր մեկ հիմնական հարց՝ ինչու է պետության ներսում մարդը շարունակում մնալ անպաշտպան։ Բայց կա նաև հաջորդ իրավիճակը, սա պայմանավորված է այն բարեհոգեբանական մթնոլորտով, որը տիրում է Հայաստանում։ Նորից պայմանավորված գործող քաղաքական ռեժիմի ատելության խոսքով, ու այդ ատելության խոսքը նաև ազդում է մարդկանց վրա, պարբերաբար այս հարձակումներով եկեղեցու նկատմամբ եւ այլն եւ այլն։ Քննարկման ընթացքում առանձնացվել էր 15 կարևոր ուղղություն, որոնք հանգեցնում են մարդու իրավունքների խախտմանը։ Երբ օրենքը գրված է, բայց չի գործում, այն դադարում է պաշտպանել մարդուն։ Բանախոսների խոսքը մի նպատակ է հետապնդում՝ համակարգը պետք է ծառայի քաղաքացուն, ոչ թե ինքն իրեն։ Մեզ շատ է անհանգստացնում ոչ միայն մարդու իրավունքների խախտումները, այլ նաև թե ինչպես են դրան արձագանքում իրավապաշտպան համայնքը եւ հատկապես մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որը կոչված է լինել անկախ կառույց, որը սակայն այդպիսին չէ վերջին տարիներին։ Երբ բողոքի ձայնը ճնշվում է կամ անտեսվում, հասարակությունն աստիճանաբար կորցնում է իր ազդեցությունը, հանձնելով այն իշխանությանը։ Արժանապատվությունը դառնում է ամենախոցելի արժեքը, երբ ազատ արտահայտվելը վտանգված է։ Այդ առիթով իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը անդրադարձել է վերջին օրերին իր հետ տեղի ունեցած դեպքերին, ընդգծելով, որ ՄԻՊ-ը մինչ այժմ որևէ արձագանք չի տվել։ Դրվագի համար, որը ապօրինի էր, ոչ էլ արձագանքել են այդ իմ ազատությունը փաստորեն սահմանափակելու եւ ոստիկանական մեքենայով քաղաքով ինձ տանելու համար, իսկ այդ կապակցությամբ իրավական գործընթաց է սկսվում, որի մասին հետագայում կտեղեկացնենք։ Քաղաքացու պաշտպանությունը սկսվում է այնտեղ, որտեղ պետությունը ոչ թե վերահսկում է մարդուն, այլ ծառայում նրան։ Սոնյա Շագաևա, Սերոբ Չերչիկյան, Երկիրն այսօր։